Մինչ Նիկոլ Փաշինյանն ու իշխանական պատգամավորները հանդես են գալիս անպագորգոր հայտարարություններով, որ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին պետք է հարկեր վճարի, հայ առաքելական Սուրբ եկեղեցին դա անում է տարիներ շարունակ եւ առանց այդ մասին բարձրաձայնելու։ Փաստինֆոն Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից պարզել է, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցին 1000 խոշոր հարկատուների ցանկում է ընդգրկված եւ պետությանը հարկեր է վճարում։ Հիշեցնենք, որ ազգային ժողովի բարձր ամբիոնից ՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանը հայտարարել էր, թե ինչու պիտի եկեղեցին հարկեր չտա, Աստված ինչ որտեղ տենց բան է ասել։ Ինչի պիտի եկեղեցին հարկեր չտա, Աստված ինչ որտեղ տենց բան է ասել։ Ազգային ժողովի ամբիոնից հնչեցված այս արտահայտությունն արդյոք Փաշինյանին հաջողանալու թե անտեղյակ լինելու մասին է եղել, դժվար է ասել։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցին 2024 թվականի 1000 խոշոր հարկատուների ցուցակում եղել է 529-րդ տեղում վճարած հարկերի հաշվին։ 2024-ին ընդհանուր առմամբ եկեղեցին պետությանը վճարել է 629 միլիոն 330 հազար դրամ հարկ, ինչը հավասար է 1 միլիոն 725 հազար 986 ամերիկյան Միացյալ Նահանգների դոլարի։ 2025 թվականին 517-րդն է եղել եկեղեցին, նախորդ տարի եկեղեցու կողմից պետական բյուջե է վճարվել 702 միլիոն 216 հազար դրամ հարկ, ինչը հավասար է 1 միլիոն 922 հազար 630 ամերիկյան Միացյալ Նահանգների դոլարի։ Արդեն այս տարվա հունվար-հունիս ամիսների ընթացքում հայ առաքելական Սուրբ եկեղեցին վճարել է 345 միլիոն 454 հազար դրամ հարկ, ինչը հավասար է 944 հազար 816 ամերիկյան Միացյալ Նահանգների դոլարի։